Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է, ես Լևոն Սարդարանն եմ, այսօր ուրբաթ է եւ այսօր շաբաթը կփորձենք ամփոփել հայկական խորհրդի ասոցացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Պարոն Վարդանյան, մինչ մեր ընտրությունների հետ կապված ներքաղաքական զարգացումների մասին խոսելը, թե քաղաքական եւ ոչ միայն տրամաբանությամբ, տեսեք, այնպես ստացվեց, որ այսօրվանից Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության ավանգարդի դերը ստանձնեց Ռոսսելխոզնադզոր։ Այսօրվանից արգելվել է թե Հայաստանից պտուղ բանջարեղենի արտահանում Ռուսաստանի Դաշնություն, թե Հայաստանի միջոցով էլի արտահանումը կասեցվել է, ընդ որում, այստեղ մի հետաքրքիր ներբություն կա։ Դեռ մինչ ընտրությունները քաղաքացիական պայմանագրի իշխող քաղաքական ուժի ներկայացուցիչները այսպես համարը վստահ պնդում էին, որ դե աշխատանքային կարգով հարցերը կլուծենք, որ հունիսի 7-ից հետո Մոսկվան ստիպված կլինի համակերպվել կամ լավ ստիպված չի լինի, կհամակերպվի արդեն տեղի ունեցածի հետ եւ այդ սանկցիոնը տալիքը կթուլանա։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը։ Ինչու ենք մենք տեսնում ճիշտ հակառակը, որովհետև այդպես նախանշված էր, որովհետև քաղաքացիական պայմանագիրը լավ չէր պատկերացնում ում հետ գործ ունենք, թե ինչու։ Կարծում եմ առաջի պատճառն այն է, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել։ Առնվազն Կրեմլի համար եւ իրենք սպասում են, թե ինչ դասավորություններ կլինեն վերջի եւ ինչ տեսակի քաղաքականություն են իրենք շարունակելու իրականացնել Հայաստանի նկատմամբ։ Երկրորդ պատճառն այն է, որ հնարավոր է, այո, որ որոշակիորեն այսպես կար համոզմունք կամ համոզմունքին մոտ մի բան, որ Ռուսաստանը այնուամենայնիվ, քանի որ իրեն էլ ձեռնտու չէ այս ամեն ինչը, ինքն էլ է տուժում, տնտեսապես տուժում է, ակնհայտ է սա։ Վերջի կասի դե լավ, ունենք արդեն ընտրությունների արդյունքները, հիմա շարունակում ենք աշխատել, մի քիչ այլ միգուցե մթնոլորտում այլ ձևաչափով, բայց շարունակում ենք։ Եվ հնարավոր է, որ այդ մի քիչ այսպես ասենք ռացիոնալ հաշվարկը այդքան էլ արդարացված չի, որովհետև գործ ունենք մի սուբյեկտի հետ, որը շատ հաճախ ոչ ռացիոնալ նաև որոշումներ է կայացնում։ Եվ բայց այնուամենայնիվ ես հակված եմ նրան, ես ինքս էլ եմ մտածել, որ ընտրություններից հետո իրավիճակը որոշակիորեն փոխվելու է, բայց ես մտածում եմ, որ ամբողջությամբ հետ գա մինչ ընտրական այսպես process այդ իրավիճակին, մինչ ընտրական process-ի իրավիճակին հետ չի գա իրավանը գործընթացը եւ որոշ այսպես էլի առանձին ուղղություններով Ռուսաստանը միևնույն է շարունակելու է իր այդ տնտեսական ճնշման, տնտեսական տարատեսակ մանիպուլյացիաների եւ շանտաժի քաղաքականությունը, որովհետեւ դա այնուամենայնիվ գործիք է իսկապես ազդելու հանրային տրամադրությունների վրա, գործիք է ազդելու քաղաքական գործընթացների վրա։ Ինչու հրաժարվել այդ գործիքից ամբողջությամբ։ Իհարկե, նաև շատ բան կախված է դրանից, թե ինչպիսին կլինեն հայ-ռուսական հարաբերությունները։ Հայաստանի իշխանությունները միտված չեն այսպես կտրուկ կերպով, հարաբերությունները խզել։ Ասում են, որ մենք շահագրգռված ենք դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը շարունակել, իսկ դիվերսիֆիկացիայի քաղաքականությունը նաև նշանակում է ունենալ նորմալ հարաբերություններ Ռուսաստանի հետ։ Բայց իհարկե նաև Հայաստանի իշխանությունները ասում են, որ այդ նորմալ հարաբերությունները ենթադրում են, որ մենք պետք է կախվածությունը Ռուսաստանից զգալիորեն կրճատենք, որովհետև աննորմալ է այդ կախվածությունը, այդ աստիճանի։ Հիմա Ռուսաստանի համար միգուցե դա այնուամենայնիվ, այսպես ասած, այնպիսի մի քայլ է, որը իրենց վարկանիշին հարվածում է Ռուսաստանի Պուտինի վարկանիշին եւ իրենք ավելի այսպես սուր են նայում մեր դիվերսիֆիկացիային։ Եվ դրա համար կարծում եմ, որ այնուամենայնիվ, երբ որ ընտրությունների արդյունքները ամփոփվեն, երբ որ արդեն հստակ լինի, թե որ քաղաքական ուժերն են ունենալու ֆրակցիաներ, վերջնականապես այդ հարցը լուծված լինի, այս ժամանակ արդեն Ռուսաստանը կփորձի վերանայել իր այդ դե ֆակտո սանկցիոն քաղաքականությունը, իդեպ պետք է նկատել, որ դե յուրե սանկցիոն քաղաքականություն չկա, այսինքն
օրինակ Եվրամիությունը դե յուրե չէ սանկցիոն քաղաքականություն է վարում Ռուսաստանի նկատմամբ այնինչ այս դեպքում այդպես չէ եւ նաեւ իդեպ դրա համար ասացի որ Ռոսելխորզնadzորն է դարձել ավանգարդը այո իմիջիալուց մի այստեղ բան ասեմ էլի մի քիչ շեղում շատ ժամանակ ունենք հա մեր օրինակ ընդդիմադիր գործիչները իրենք հայտարարում են, որ թե քանի որ Փաշինյանը, քանի որ քաղաքացիական պայմանագիրը իշխանությունները իրենց վատ են պահում Ռուսաստանի նկատմամբ, դրա համար Ռուսաստանը այսպեսի քաղաքականություն է վարում։ Այսինքն մի հատ հարց տանք էլի իրենց, այսինքն դուք փաստորեն հիմա ասում եք, որ Ռուսաստանը կեղծում է, երբ որ Ռոսխոզնadzորը ասում է, որ այսինչ բանը չի համապատասխանում որակներին։ Այսինքն քաղաքական որոշում է սա, հա, փաստորեն։ Այսինքն իրենք ասում են, որ սա իսկապես սանկցիա է։ Տեսեք, ես շատ կուզեի այդ հարցը ուղղեի օրինակ Ռուսաստանի ներկայացուցիչներին, այսպես ռետորական հիմա ասեմ, երևի միգուցե մենք ունենք նաև YouTube-յան հետևորդներ, որոնք շատ սիրում են ակտիվ քննարկումներ ծավալել մեր հաղորդումների տակ, ձեզ էլ ուղղեմ այդ հարցը, միգուցե այդ հարցի պատասխանը դուք ունենաք։ Եթե ստացվում է, որ Հայաստանից արտահանվող պտուղ բանջարեղենը լավը չեն, վնասակար են, այսինքն ստացվում է, որ Ռուսաստանը քաղաքական նկատառումներով վերջին 20-25 տարվա ընթացքում թույլ է տվել թունավորել սեփական հասարակությանը։ Այո։ Հա, հիմա երբ քաղաքական իրավիճակը փոխվեց, ասեց, վայ, իմ հասարակությունն ավելի թանկ է, քան ձեր հետ քաղաքականությունը։ Այդպես է ստացվում։ Այդպես է ստացվում, պաստորեն։ Եվ գիտեք ինչ, իսկ եթե հակառակը ասեն, որ գիտեք ինչ, չէ, մինչ այս պահը թունավոր չէր, մեկ էլ հանկարծ բոլոր ապրանքները դարձան թունավոր։ Այս արդեն ներողություն, ասենք որևէ բանական մարդ կարող է այդ փաստարկը լուրջ ընդունել։ Ոնց կարող է այդպիսի բան լինել։ Անհնարին։ Դրա համար ես ասի, իմ հարցը ռետորական է, բայց եթե մարդիկ կգտնվեն, որոնք կփորձեն այդ հարցին պատասխանել, սուրճ կհյուրասիրեմ։ Հա։ Եվ այստեղ էլի, այսինքն փաստորեն մեր ընդդիմադիրները ասում են, որ Ռուսաստանը այդպիսի պետություն է, որը լրիվ անհիմն, հա, կեղծիք է տարածում եւ իր, ասենք, արտաքին քաղաքականությունն է առաջ տանում այդ կեղծիքի շրջանակներում։ Դա հիմա եթե մի քիչ ավելի լրջացնենք խոսակցությունը, տեսեք, հենց ռուսները այդպիսի արտահայտություն են, свято место пусто не бывает, այսինքն սուր տեղը դատարկ չի մնում։ Տեսեք, առաջին սանկցիոն ալիքը երբ սկսեց կիրառել Ռուսաստանը, Եվրամիությունը միանգամից այսպես արձագանքեց, շատ արագ արձագանքեց, ասես մենք օգնության փաթեթ ենք նախապատրաստել, մենք կապահովենք շուկա ծաղիկների համար, ծիրանի համար եւ այլն, մյուս մթերքների մասին էլ կբանակցենք։ Հիմա երբ այս համանախապակումները դարձան տոտալ եւ դուք ասում եք, որ միգուցե այն ժամանակ, երբ արդեն վերջնականապես քաղաքական պատկերը կհստակեցվի, նկատի ունեմ ովքեր են լինելու խորհրդարանում կոնկրետ եւ ինչ ծավալով է ներկայացված լինելու միգուցե այն ժամանակ, իսկ հնարավոր չի արդյոք, որ որոշակի վերանայումներ։ Հա, որոշակի վերանայումներ։ Իսկ եթե հանկարծ Եվրամիությունը ասի, գիտեք ինչ կա, ինչ ունեք բերեք։ Ըստ էության Հայաստանը ինչ պիտի արտահանի եվրոպական շուկայում դա 3 օրվա սպառվելիք ապրանքներ են, ծավալով նկատի ունեմ։ Բերեք։ Լավ հարց է։ Այստեղ իհարկե պետք է ավելի խորքային հետազոտություն անել ու տեսնել մեր արտադրողները արդեն ինչ մտադրություններ ունեն, նրանք արդեն կարող են ամբողջությամբ գնալ դեպի եվրոպական եւ այլ շուկաներ։ Եթե ստանդարտների մասն ենք խոսում, գլխանց ասեմ, չէ։ Իսկ զուտ փող աշխատելու տեսակետից, հա, նրանց համար շահեկանը լինելու, եթե Եվրոպան օրինակ որոշակի այսպես արտոնություններ սահմանի, որոշ առումներով ավելի մեղմ քաղաքականություն վարի, ավանսով, այսպես ասած ընդունի, ասի, որ այս բաները այդքան էլ չեն համապատասխանում, բայց կրիտիկական չեն, այնպես չի, որ վնասակար են առողջությանը եւ այլն, ստանդարտների հարց է։ Դուք, բայց այնուամենայնիվ շատ կարճ ժամանակահատվածում ստանդարտները բարձրացրեք եւ մենք կշարունակենք ելի ձեզնից ընդունել այդ ամեն ինչը։ Այստեղ է հարցը։ Կարծում եմ, որ այդ հետազոտությունը թույլ կտա ավելի հստակ պատասխանել ձեր հարցին։ Ես ենթադրում եմ, որ մեծ մասը այնուամենայնիվ կարողանա այս տրամաբանության շրջանակներում գործել եւ չբողոքել նրանից, որ ինքը ֆինանսական կորուստներ է ունենում։
Երկրորդը դե համոզված եմ գրեթե որ Եվրամիության անդամ երկրները այդ որոշակի ավանսով ընդունելը, հա, այդ ապրանքների այդ քաղաքականությունը կվարեն։ Նաև հիշում եմ օրինակ ժամանակին Մոլդովայի գինիների հետ կապված այդպիսի խնդիր կար, եւ շատ արագ օրինակ Եվրամիությունը այսպես ընդունեց մոլդովական գինիները այն ժամանակ, երբ որ Ռուսաստանը ասում էր, որ դրանք չեն համապատասխանում ոչ մի չափանիշների, ահավոր գինիներ էին։ Այնպես չէր, որ միգուցե այդ պահին իրենք ամենաբարձր մակարդակը ունեին եվրոպական չափանիշների տեսակետից, բայց շատ արագ իսկապես օրինակ այսօր մոլդովական գինիները ամենաբարձր չափանիշներին համապատասխանում են եւ ողողել են նաեւ եվրոպական շուկան։ Այսինքն ես մտածում եմ, որ ըստ էության նույնիսկ եթե այո Ռուսաստանը չվերանայի իր այս քաղաքականությունը, ես չեմ կարծում, որ դա ինչ որ լուրջ տնտեսական հետևանքներ կունենա Հայաստանի տնտեսության վրա, բայց մյուս կողմից եթե վերանայի, որը նաև իր շահերից է բխում, ես կարծում եմ, որ այնուամենայնիվ էլի որոշակի այսպես ապրանքատեսակներ էլի կարող են գնալ Ռուսաստան, բայց ըստ էության այս ամեն ինչը փաստորեն նպաստում է նրան, որ հենց այդ տնտեսական դիվերսիֆիկացիան շատ արագ կերպով իրականացվի փաստորեն։ Այսինքն անուղղակիորեն Ռուսաստանը դրթեց մեզ ավելի էֆեկտիվ տնտեսական քաղաքականություն վարել, ավելի էֆեկտիվ տնտեսական դիվերսիֆիկացիա իրականացնել։ Սա շատ հետաքրքիր ֆենոմեն է կարծում եմ։ Ռուսաստանը մի քիչ ավելին հեռու է գնացել, իհարկե մեր հետ չէ, ինքը այնպես արեց, որ 300 տարի 300 տարի, 3 դար չեզոքություն հայտարարած Շվեդիան դարձավ ՆԱՏՕ-յան։ Այո։ Հա, իհարկե մեծագույն ձեռքբերում էր արտաքին քաղաքական։ Ֆինլանդիան իր հարևանը։ Հիմա տեսեք, Ֆինլանդիան հարևանը, լավ, Ֆինլանդիայի հետ ամեն ինչ չի, որ հարտապստության սովետական միությունը, խորհրդային միությունը 39 թվականին հարձակվել էր Ֆինլանդիայի վրա, այնպես չի, որ շատ չեզոք էր Ֆինլանդիան։ Բայց հիմա եկեք մի բան փորձենք այլ կերպ նայել հախնդրին, որտեվ ես ինչի եմ անընդհատ այս թեմայի շուրջ պատտվում, որովհետև ցանկացած պետություն, որ պետություն ուզում է լինի, որը սպառնում է Հայաստանի Հանրապետությանը, ինձ համար առնվազն բարեկամ չի։ Անձամբ ինձ համար, մյուսների համար չգիտեմ։ Հիմա տեսեք։ Ինձ համար էլ այդպես։ Ֆեդերալ ալիքներով ես վերջին մի քանի օրվա ընթացքում հետևում եմ այնտեղ զարգացումներին, ռուսաստանյան նկատի ունեմ։ Ինչ որ չեմ ուզում վիրավորական էպիտետներ կիրառել, բայց ինչ որ ոչ այնքան մարդանմաններ, մեկը չի, երկուսը չի էլի։ Ասում են, գիտեք ինչքան մենք այդտեղ ռազմական բազա ունենք։ Հիմա Հայաստանի իշխանությունները սպառնում են Ռուսաստանի կենսական շահերին, այդ ռազմաբազան պետք է գործի դրվի եւ ամեն ինչ ոչնչացնելով իր շրջակայքում գնան մտնեն Երևան։ Այսինքն այս իրավիճակում Հայաստանը ինչ հակաքայլեր ունի, որ կարող է անել։ Այնուամենայնիվ պետք է նշեմ, որ այդ տեսակի, ասենք, հա, նարատիվները պաշտոնական Մոսկվայի ներկայացուցիչները պաշտոնական Մոսկվայի չէ, ֆեդերալ ալիքով։ Ճիշտ է, չէ, ճիշտ է։ Ֆեդերալ ալիքով որևէ մեկը հարցազրույցավարից սկսած բերանը չի փակում, ասես ինչ ես խոսում։ Ճիշտ է։ Բայց այդ տարբերակումը պետք է դնել ամեն դեպքում։ Դնում։ Այո, եւ սա ինչ որ մի բանի մասին խոսում է արդեն։ Ինչու օրինակ հենց այդ նույն խոսույթը Կրեմլի հենց ուղղակի ներկայացուցիչները չեն անում, պաշտոնական ներկայացուցիչները, որովհետեւ կարծում եմ նրանք այսպիսի քաղաքականություն են այսօրվա դրությամբ վարում, այդ ամեն ինչը ըստ էության արտոնագրելով, որովհետեւ մենք հասկանում ենք, որ այդ ձեր ասած քարոզիչները իրենք դա չէին անի, եթե հանկարծ Կրեմլը ասեր չի կարելի այդպես բան անել։ Բնականաբար։ Սա վախեցնելու քաղաքականությունը, սա էլի շանտաժ է։ Կարծում եմ, որ հիմնական նպատակը այն է, որ այ ժողովուրդ նայեք, զգուշացեք, եթե դուք կտրուկ Ռուսաստանից թեքվում եք դեպի արևմուտք, այսպիսի խնդիրներ են լինելու, ընդդիմությունը միևնույն է լուրջ ձայներ է հավաքել, եւ այդ ամեն ինչը նշանակում է, որ ապա կայունացնելու բավականին լուրջ հիմքեր կան։ Ու դա եք դուք ուզում եք, որ այստեղ քաոս լինի, ուզում եք, որ այստեղ բախումներ լինեն, հա, եւ այլն, ուստի խելոք ձեզ պահեք։ Հիմնական նպատակը սա է։ Չբացառելով, որ, չգիտեմ, հնարավորություն կա, որ նաեւ ուղղակիորեն այն ինչ որ իրենք ասում են,
իրականացնեն ինչ որ ապագայում չբացառելով, բայց ես կարծում եմ, որ դրա հավանականությունը չափազանց ցածր է մի շարք պատճառներով նախ առաջինը Ռուսաստանը լավ մարզավիճակում չի գտնվում նա խրվել է Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ բազմաթիվ այսպես խնդիրներ ինչ որ նոր գործողություններ նոր ֆրոնտ իր համար բացելը դա կարող է շատ ավելի թանկ նստել իրենց համար, քան այն ինչը որ իրենք կարող են իբրև թե դրանից սպանանել։ Երկրորդ հանգամանքը։ Լավ, ինչ են անելու արդյունքում դրա։ Այսինքն իրենք կարողանալու են այդ իրավիճակումը ենթադրենք ուժային գործողություններ անեն, կառավարել Հայաստանը, չեն տեսնում Հայաստանի հասարակության բացարձակ մեծամասնությունը հակակրեմլյան տրամադրություններ ունի։ Որտեղ նրանք մի քիչ հաջողեցին այնտեղ որտեղ որ իսկապես բնականորեն օբյեկտիվորեն կար պրոռուսական տրամադրություն Ղրիմում օրինակ Ուկրաինայի արևելյան որոշ հատվածներում էնել չգնանք շատ Արցախում չհասնենք Ղրիմ էլ արանքներս ծով կա եւ այլն Արցախում հա աշխարհի ամենապրոռուսական բնակչություն ունեցող հատվածում։ Այո, բայց այդ ամեն ինչը ավարտվեց նրանով, որ որևէ չէ, իրանք փաստորեն իրենց տեսակետից ինչ ունեցան արդյունքում։ Իրանք ըստ էության ունեցան այն, որ հիմա 102-րդ ռազմաբազան աշխարհի եզակի տեղերից է, որտեղ ռուսաստանցի զինվորականներ կան։ Այո։ Այո։ Հասան դրան։ Հա, բայց դե կորցրեցին, չէ՞ այն։ Դե ես հետ եմ։ Հա, արդյունքում այո։ Մնաց այն մեկը։ Այո։ Այսինքն այն ամբողջությամբ կորցրեցին։ Ճիշտ այդպես։ Ազդեցությունը Ադրբեջանի վրա ամբողջությամբ կորցրեցին։ Այսինքն դա իրենց համար չափազանց ռիսկային բան է։ Այսինքն եթե իրենք ռացիոնալ մի քիչ թեկուզ ռացիոնալ մտածեն, պետք է գան դրան։ Ինչի ենք դա անելու։ Ոնց ենք մենք վերահսկելու։ Մենք ավելի շատ կորցնելու ենք, մենք ընդհանրապես ամեն ինչ ենք կորցնելու այդ ամեն ինչի արդյունքում։ Երրորդ գործոնը, չնայած կարծում եմ, որ երկու գործոնը արդեն բավարար է, բայց այնուամենայնիվ էլի, դե պարզ է, որ եթե ասենք ինչ-որ ուժային գործողություններ անեն, որևէ դաշնակից, Ռուսաստանի դաշնակից չի պաշտպանելու այդ ամեն ինչը։ Համոզված եմ ուղղակի։ Օրինակ Ղազախստանը բացառվում է, որ այդպիսի պոտենցիալ, հա, հնարավոր ուժային գործողություններ Հայաստանի նկատմամբ պաշտպանի։ Բա Լուկաշենկոն։ Դե Լուկաշենկոն չենք արդեն հաշվում, որովհետև վաղուց հայտնի է, որ այդ պետությունը Ռուսաստանի, այսպես ասած, չգիտեմ ինչ ասեմ, էլի նույնիսկ բառեր չեմ գտնում։ Լավ, Բելարուսի Լուկաշենկոյի ավելի ճիշտ, հա։ Լուկաշենկոյի թեմայով չջրիկացնենք, հա, այս բավական խիտ։ Союзное государство, չէ՞ կա վերջի վերջո, դա ընդհանուր կարող ենք ասել դրանց մոտեցումը։ Հիմա տեսեք, իմիջիալոց հետաքրքիր էր, երեք մենք Անդադարցյան Գևորգյանի հետ էլ ենք այդ թեման քննարկել, հետաքրքիր էր, որ այն հայտարարությունից հետո, որ ԵԱՏՄ գագաթնաժողովում ընդունվեց, որը ըստ էության Հայաստանին համարյա ուլտիմատում դրվեց անցկացնել հանրակրվե եւ որոշել այս կողմ թե այն կողմ դեպի ԵԱՏՄ-ում մնում եք թե գնում եք դեպի Եվրամիություն խորհրդարանական ընտրությունների կայացման հաջորդ իսկ օրը Ղազախստանի եւ Ղրղստանի ղեկավարները շնորհավորական ուղերձներ ուղղեցին։ Ես նաեւ դրա համար էի ասում, որ բնականաբար մենք ունենք տարբեր ցուցիչներ, ինդիկատորներ, որոնք թույլ են տալիս այդպիսի եզրանկման կար, որ այո, Ռուսաստանը ամբողջությամբ կմնա մենակ եւ ես չգիտեմ, էլի իմաստը այդ դեպքում որն է, որ Ռուսաստանը հանկարծ նման գործողություն անի, էլի։ Գործողությունների մասին քաններկաներ եկել է զուտ տրամաբանական շարունակությունը Լավրովը 3 էր թե առաջին օրը արտաքին գործերի նախարարը հայտարարեց ըստ էության ակնարկեց, ոչ է նա ակնարկեց, ոչ է նա սպառնաց, որ խնդիր է դրվելու միջոցներ ձեռնարկել, քանի որ Հայաստանը արդեն երկրորդ տարին է հրաժարվում է վճարել հապկ անդամաճարը, ըստ էության այնտեղ ի տարբերություն ԵԱՏՄ-ի հապկից հեռացնելու մեխանիզմներ գոյություն ունի։ Այսինքն ակնարկ էր, որ Հայաստանին կարող է հապկից հեռացնել։ Քաղաքական իմաստով դա մեզ ինչ վնաս է տալու։ Վնաս չի տալու գործում։ Օգուտ են մենք էլի, այսինքն բան են անում, որը իրենց է հարվածելու։
Մենք էլի ավելի մեր, այսպես ասած, ձեռքերը ավելի են բացվում, հա, ինչպես են ասում։ Եվ ավելի ինտենսիվ կարող ենք մեր ռազմաքաղաքական հարաբերությունները այդ դեպքում հաստատել, խորացնել տարբեր արևմտյան եւ ոչ միայն արևմտյան պետությունների հետ, բլոկերի հետ, ասենք ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը կարող է խորանալ արդյունքում եւ ով է արդյունքում, ասենք դուժելու։ Այսինքն մենք ընդհանրապես ոչ որևէ կաշկանդող այդ պարագայում բան չենք ունենալու այլևս։ Եվ կարծում եմ, որ դրանից հետո նաև կարող է նաև հարց տրվել վերանայելու հայ-ռուսական համաձայնագիրը, դաշնակցային այդպես համաձայնագիրը, հա։ Ու ըստ էության նաև գիտեք, ես կարծում եմ, որ ճիշտ էր, որ Հայաստանը դուրս չէր գալի, դեպի Հայաստանը ցույց է տալի, որ մենք չենք ուզում սրել իրավիճակը։ Եթե դուք գտնում եք, որ հա, ինչ որ բանա խախտվել եւ այլն, գործեք։ Ինչ անենք, գործեք։ Մենք արդեն ասել ենք, որ մենք չենք վերադառնալու հապկ իրականում։ Առնվազն այս սառեցված վիճակը պահելու ենք, իսկ եթե դուք գտնում եք, որ հնարավոր չի այլևս պահելու սառեցված վիճակը, գործեք, ինչ ա եղել։ Դες եք մեկավատություն անելու կարծում։ Բայց դրանից հետո էլի ինչ որ խնդիրներ են մնում, որովհետև լավ հապկից դուրս եկանք, բարեբախտաբար կվերադառնանք մեր հակոթային պաշտպանության նկատմամբ սեփական վերահսկողությունը, որը իմիջիալոց հիշեցնեմ, որ 20 թվականից հապկի տիրույթում։ Այնտեղ մնում է երկաթգիծ կոնցեսիոն կառավարում, այնտեղ մնում է ավելի ճիշտ Գազպրոմ Արմենիա, որը ըստ էության մոտավորապես 2.5 անգամ թանկացնում է այն գազը, որը Ռուսաստանը իբրև թե $170 մատակարարում է մեզ։ Այս խնդիրների հետ ինչ ենք անելու։ Կամաց այդ խնդիրները լուծվելու են։ Հայտնի հայկական սովետահայկական ֆիլմի մեջ որ ասում է կամաց կծանոթանանք, լավ, բայց այստեղ մի խնդիր կա, պարոն Վարդանյան, հա, այսպես ասում են կամաց այդ խնդիրները կլուծենք, բայց Ռուսաստանն էլ այն երկիրը չի, որի հետ կարելի է կամաց, որի հերը կարելի է կամաց անիծել, կներեք ոչ այնքան եթերային բայց մենք չենք պատրաստվում որևէ ինչ որ սպառնալից գործողություններ իրականացնել Ռուսաստանի նկատմամբ որպես պետություն։ Մենք ստիպված որոշակի լուծումներ են գտնում, որովհետև Ռուսաստանը ինքը ոչ բարեկամական քաղաքականություն է վարում Հայաստանի նկատմամբ։ Եվ մենք պետք է բնականաբար զբաղվենք նրանով, որ ուժեղացնենք մեր դիմադրողականությունը, մենք պետք է այնպես անենք, որ տարատեսակ այդպիսի ռազմավարական նշանակություն ունեցող, ասենք, պրոյեկտները ծառայեն Հայաստանին։ Հիմա եթե երկաթգիծը չի ծառայում Հայաստանին, եթե ռուսական, այսինքն այդ կոնցեսիոն կառավարումը բերում է նրան, որ խոչընդոտներ է ստեղծում օրինակ ճանապարհների ապաշրջափակման արդյունքում նոր կոմունիկացիաների հաստատմանը եւ դրանից եկամուտներ ստանալուն, մենք պետք է լուծումներ գտնենք։ Այդ լուծումներից մեկը կարող է լինի ազգայնացումը, այդ լուծումներից մեկը կարող է լինել վերջի վերջո, չգիտեմ, այլ սուբյեկտիվ ազգայնացնել պետք չի, երկաթգիծը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը։ Ես ընդհանուրն եմ ասում։ Այլ խնդիր կա։ Լավ, եկեք փորձենք հասկանալ լուծումների տարբերակ։ 3 տարածքային կառավարման այդ պայմանագիրը խզում ենք ուղղակի։ Շատ լավ։ 3 տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների կառուցվածքների նախարար Դավիթ Խուդասյանը ճեպազրույցի ժամանակ լրագրողների պնդումներին ի պատասխան ասաց, որ մինչեւ փետրվար, եթե չեմ սխալվում, առնվազն գալիք տարվա մենք ունենք գործող պայմանագիր գազասակագների շուրջ, այս պահին որևէ անհանգստանալու բան չկա։ Այսինքն այն ժամանակ այ կբանակցեք այն ժամանակ գալիս է այդ օրը Ռուսաստանը ասում է գիտես ինչ կա $170 չեմ տալիս $470 ենք տալիս մեր գործողությունները այդ դեպքում հա բայց այստեղ ուրեմն իսկ ԵԱՏՄ-ի շրջանակներում կարող է ինքը այդպեսի քայլերի դիմել հա տեսնենք այսինքն այստեղ ԵԱՏՄ-ի շրջանակում կարող է ասենք օրինակ քո գյուղատնտեսական արտադրանքի դե խախտում է անում չէ բա հենց այդ է այսինքն ինքը խախտում է անում դե մեկը որ անverջ կարա խախտում անի հա դա
ըստ էության նշանակում է նաև սեփական, այսինքն այդ շահերին էլի դեմ գնալ այն առումով, որ ինքը հարվածում է նաև ԵԱՏՄ իմիջին, այսինքն հարվածում է յուրաքանչյուր 2.5 անգամ գազը թանկացնում է, դա իր շահերից բխում է իր շահերից։ Հիմա որ բխում այդ բխյալ գործողությունը արեց, ինչ ենք անում մենք։ Այդ թանկացումը իրականության մեջ, հա, այսինքն ոնց է բխելու իր շահերից, եթե մենք հանկարծ ասենք, որ չէ, բայց այդ գնով մենք չենք գնում։ Բա ինչ ենք անում։ Իրան պետքա չէ, որ շուկա ունենա։ Չենք գնում, ինչ ենք անում։ Այս դեպքում արդեն այդ հարցի պատասխանը ես մինչև այսօր ոչ մեկի ես էլ միանշանակ այդ հարցի պատասխանը չունեմ։ Այո, ճիշտ եք, պարոն Սարգսյան։ Ադրբեջանից գազ, իրանական գազ, Միացյալ Նահանգներից խտացված է ԺԺՆ-ի գազի գնում։ Շատ լավ, խնդրում եմ, որևէ մեկը թող ինձ էլի պատասխանի կամ դուք եթե կարող եք պատասխանեք։ Գազպրոմ Արմենիան տիրապետում է որպես սեփականություն Հայաստանի Հանրապետության բոլոր գազի խողովակներին, բոլոր, այսինքն ինքը կարող ասի, ես չեմ թողում այդ գազը մտնի իմ համակարգ, ինչ ենք անում։ Ոնց է ինքը խոչընդոտելու, ասենք այդ դեպքում։ Չէ, տեխնիկապես, ֆիզիկապես ինչ է անելու։ Կա այդ հնարավորությունը։ Ես այդ խնդրին չեմ տիրապետում։ Չեմ ընդունում ես այդ գազը, վերջ։ Հասկանում եմ, բայց հիմա պատասխանելու համար ձեր հարցին ես պետքա այդ նյուանսները իմանամ։ Ես ցավոք սրտի այդ նյուանսները չգիտեմ։ Թե ինքը արդյոք ֆիզիկապես կարող է, այսպես ասած, այդ վինտիլը փակել ու ասել վերջ, դուք որևէ տարբերակ չունեք այլ տեղերից գազ ուրեմն վերցնելու։ Չգիտեմ, միգուցեև հնարավոր է այլ լուծումներ գտնել այդ դեպքում։ Բա ժամանակին, որ այդ 30% հետո սարքեցին 20, հետո 20-ը սարքեցին 10, հետո էլ վերցեցին, բա ինչի համար արեցին։ Այդ դրա։ Դե ասում եմ, որ այլընտրանք չլինի։ Այստեղ մասնագիտական արդեն բանա պետք է լի տեսակետ, մասնագիտական վերլուծություն։ Ես շատ ուրախ կլինեմ, եթե այդ վերլուծությունը այսօր արվի, դրա կարիքը կա, տեսեք դուք այդ հարցը բարձրացնում եք, ու այդ հարցում պետք է իհարկե ունենա հստակ պատասխան հիմնված հետազոտությունների վրա։ Մասնագետներ բոլոր երկրների միավորվեք։ Այո։ Ու եկեք այդ հարցի պատասխանը տվեք, ինձ էլ է հետաքրքիր, ինչ կարելի անել։ Բայց իդեպ այդ ԺԺՆ գազը, հա, այրեն խտացված, հա, գազը, այդպես է։ Հա, խտացված գազ։ Հա, այդ տարբերակը այնուամենայնիվ դե ինքը ոնց որ դու ինքնաթիռով կարող ես բերել։ Այդ տարբերակը կա, միգուցե, չգիտեմ, մեր շուկայի համար նաև դա բավարար լինի, միգուցե Միացյալ Նահանգները էլի հատուկ արտոնյալ պայմաններ ստեղծի։ Շատ թանկ է։ Միգուցե, բայց հենց աշխարհակահաղական, այսպես ասած, հա, նկատառումներից ելնելով դա լինի որոշակի աջակցություն, այսպես ասած, Հայաստան։ Վերադառնանք այսպես, քանի որ սահմանափակ ժամանակ մնաց, վերադառնանք ներքաղաքական զարգացումներին, որպես քաղաքագետ։ Ըստ ձեզ, ինչ զարգացումներ են ունենալու այս հետընտրական գործընթացները, արդյոք ընդդիմությունը կգնա փողոցային պայքարի, թե ինչ որ մի պահի կասի լավ մանդատները վերցնում եմ գնում եմ խորհրդարան, որովհետև ըստ էության մի քանի հոգի արդեն բացատրեցին, որ եթե մանդատները չեք վերցնում, հրաժարվում եք ամբողջությամբ, դրանից իրավիճակը չի փոխվում, այսինքն խորհրդարան լեգիտիմությունը դրանից չի տուժում։ Այո։ Իրավական առումով, քաղաքական իմաստով միգուցե հա որոշակի կորուստներ կլինեն, բայց այն իմաստով չի լինում։ Կարծում եմ, որ դիմությունը կվերցնի մանդատները։ Ինչու եմ այդպես մտածում, որովհետև Կրեմլը ունեցել է առնվազն պլան A, պլան B, դե պլան A-ն է, որ այնպես անել, որ Գյումրիի այսպես ասած սցենար իրականացվի, իսկ պլան B-ն, եթե չի իրականացվում, ուրեմն առնվազն հնարավորինս շատ պրոռուսական քաղաքական ուժեր մտնեն խորհրդարան, դառնան փաստորեն միակ ընդդիմությունը եւ Ռուսաստանը իրենց միջոցով շարունակի իր այսպես հիբրիդային հարձակումները, շարունակի տնտեսական շանտաժը, շարունակի որոշակի այսպես ապակայունացնող քաղաքականությունը եւ այլն, այսինքն դա լծակ է։ Ես մտածում եմ, որ դժվար թե այդ լծակից որոշեն հրաժարվել։ Իհարկե, եւ իդեպ փողոցային պայքարը, հա, միշտ էլ կա, հնարավոր է էլի ինչ որ տարբեր այսպես ասած ճգնաժամային կամ թվացial ճգնաժամային ինչ որ իրավիճակներ ստեղծել ու ասել, որ դե նաեւ պետք է դուրս գաք փողոց։ Ու նաեւ օգտագործեք ձեր մանդատը, որովհետեւ մանդատը հնարավորություններ է տալիս ավելի էֆեկտիվ իրականում գործողություններ, փողոցային գործողություններ կազմակերպել։ Դրա համար ես մտածում եմ, ինչի պետք է իրանք հրաժարվեն դրանից։ Գիտեք, իհարկե այստեղ նաև կա տարբերակ, որ մտածեն դե դեռևս ձգձգենք, որպեսզի
լեգիտիմությունը ընտրությունների առնվազն մենք կարողանանք որոշակի միջավայր ձևավորել, որ այդ լեգիտիմությունը հարցականի տակ դրվի։ Հիմնական նպատակը Ռուսաստանի այսօր այնպես անել, որ այդ կեղծ բանը ձևավորվի, որ ընտրությունները լեգիտիմ չեն։ Չնայած դա շատ այսպես զավեշտալի է, որովհետև ընտրությունները ընդհանուր առմամբ մաքուր լեգիտիմ ընտրություններ են, որովհետև ընտրությունների լեգիտիմություն ընդունել է նաև ԱՊՀ դիտորդական առաքելությունը, ասելով, որ խախտումները չէին կարող ազդել արդյունքների վրա։ Դե հետո կարող են ասել, մեզ լավ չեք հասկացել։ Զուգահեռ առանձին դիտորդները իդեպ ասում են, որ բազմաթիվ էսպես բաներ են եղել, իհարկե, բայց մի խոսքով, այսինքն այս պետք է կարծում եմ որպես ամփոփում հաշվին առնենք երևի թե որ հիմնական նպատակը եւ ի սկզբանե պարզ էր դա, էլի, եթե պլան A-ն չի ստացվում, պլան B-ն պետք է լինի այն, որ լեգիտիմ չեն ընդուտ բաները, բայց նաև պրոռուսական ուժերը շատ լուրջ, այսպես արդյունք են տևավորել, այսինքն այնպես չէ, որ հասարակությունը ասում է, որ ես կողմ եմ այդ ձեր կուրսին, հա, Փաշինյան, իմացիր, զգուշացիր դրանից եւ մենք կօգտագործենք այդ ամեն ինչը ձեր դեմ։ Սա է հիմնականում։ Բոյսեմինյա։ Այո։ Հայտնի ֆիլմում էր ասում. շնորհակալություն զրույցի համար։ Հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցն էր Հայկական խորհրդի ասոցիացված փորձագետ, քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ես Լևոն Սարդարյանն եմ, կհանդիպենք արդեն երկուշաբթի օրը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։